իմանաս, որ 40 ասիլյան ջերմություն Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում կրկին ֆուտբոլ է ու արդեն խաղային օրը մեկնարկում է շատ հետաքրքիր հանդիպմամբ Ատալանտան մրցում է Բետիսի դեմ հանդիպումը մեկնարկած է եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին ու սկսենք Ատալանտայից դարպասը պաշտպանում է Սուրեն Սարգսյանը համար 12, Անդրանիկ Ադամյանը համար 5, ով նաև թիմի ավագը, Խաչիկ Սեթրակյան համար 6, Ալիկ Հովանեսյան համար 8, Վարդան Հովանեսյան համար 9, Վարդան Պետրոսյան համար 11, Վանիկ Ղազարյան համար 33, Մաքսիմ Սարգսյան համար 55, Էդգար Գևորգյան համար 66 եւ Վարդան Կոշկարյան համար 77։ Բետիսի դարպասը պաշտպանում է Արմեն Մարկարյանը համար 1, Հայկ Դիլարյան համար 3, Սուրեն Հայրապետյան համար 5, Դավիթ Մուսախանյան համար 7, նա նաև թիմի ավագն է Մուսախանյանը, Ալիկ Բաղդասարյան համար 8, հիմա վտանգավոր է Հովանեսյանը բացում է հենց մեկտարկում հանդիպան հաշիվը դարձնելով 1-0։ Ալիկ Հովանեսյան 1-0 հենց հանդիպան առաջին րոպեին Ատալանտան բացում է Թիմակայության հաշիվը էլ ավելի հետաքրքիր դարձնում այս հանդիպում, այո Հովանեսյանը օգտվեց միանգամից իրեն ընձեռնված առաջին հնարավորությունից, Կոշկարյանն էլ շատ ճիշտ ժամանակին կարողացավ փոխանցում կատարել ու արդեն Ատալանտան հենց մեկտարկում հաղթողի կարգավիճակ է ստանում, տեսնենք ինչով կփորձի պատասխանել Բետիս այս բաց թողած գնդակին։ Ադամյան Շատ լավ նկատեց Պետրոսյանի առաջխաղացումը, բայց այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց Անդրանիկ Ադամյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Գևորգյան դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու եզից կնետի Ատալանտան նորից սկսեմ ծանոթացնել Բետիսի հայտարարությանը, քանի որ Հովանեսյանը թույլ չտվեց մինչև վերջ ծանոթանանք Բետիսի հայտարարությանը, դարձավ գոլի հեղինակ եւ այսպես դարպասում Արմեն Մարկարյանն է համար 1, Հայկ Դիլարյան համար 3, Սուրեն Հայրապետյան համար 5, Դավիթ Մուսախանյան համար 7, Ալիկ Բաղդասարյան համար 8, Գորգ Գևորգյան համար 9, Արման Մարկարյան համար 11 եւ Հարություն Թորոսյան համար 4։ Հիմա անկյունային հարվածքի դաստին Ատալանտան Հովանեսյանն է մոտենում գնդակին։ Թողեց այստեղ գնդակը, որպեսզի խաղարկի խաղանկերը Կոշկարյանը հիմա կիրասնի այս անկյունայինը ու տեսնենք անկյունայինի խաղարկումը ինչ կտա Ատալանտային։ Ատալանտան հիշեցնեմ ստանդարտները բավական վտանգավոր է իրացնում։ Դա կլինի անկյունային, դա կլինի տուգանային հարված, հիմա Կոշկարյանը փոխանցում է կատարում, բայց այստեղ Մարկարյանը կարողացավ հեռացնել, այլապես արդեն Մաքսիմ Սարգսյանը պատրաստ էր եզրափակել Կոշկարյանի կատարած փոխանցումը։ Եզից կրկին կնետի Ատալանտան Ադամյան դեպի Մաքսիմ Սարգսյանը, բայց Թորոսյանը այստեղ Սարգսյանի թիկունքից լավ աշխատեց ու կարողացավ չեզոքացնել վտանգը։ Հիմա արդեն համար պայքար է գնդակի համար, բայց այն մնաց Բետիսի ֆուտբոլիստների մոտ։ Թորոսյան հիմա էլ չանցավ Թորոսյանի փոխանցումը, բայց այստեղ կարողացավ Թորոսյանը շահել դիրքը, Սուրեն Հայրապետյան կատարեց փոխանցում, բայց Ատալանտայի Սեթրակյանը արձագանքեց գնդակին, հետո երկրորդ անգամ փոխանցում կատարեց, բայց այստեղ էլ Մուսախանյանի ճանապարհը կարողացան փակել Ատալանտայի պաշտպանները, գեղեցիկ անցում է կատարում Գևորգյանը փոխանցում, բայց այստեղ Ադամյանը կանգնեց գնդակի ճանապարհին, հետո էլ ուժեղ ստացվեց Գևորգյանի կատարած երկրորդ փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ադամյան Կոշկարյանն է ստանում գնդակը, հիշեցնեմ, որ սա Winter Cup մրցաշարի 7-րդ տուրի հանդիպում է։ Այս գրոյից հետո կխոսենք այդ մասին, նաև կծանոթացնեմ մրցաշարային աղյուսակը։ Հովանեսյան թողեց գնդակը Սեթրակյանին։ Ու Սեթրակյանն էլ փորձեց այն հասցնել Վանիկ Ղազարյանին, բայց փոխանցումը անհաջող ստացվեց ու հիմա Բետիսն է նետվում առաջ, հիմա էլ Մաքսիմ Սարգսյանը կարողացավ կանգնել գնդակի ճանապարհին ու նորից գրոյի անցնում Ատալանտան Ղազարյան։ Դեպի Աչեզեր Մաքսիմ Սարգսյանն է ստանում գնդակը, Հովանեսյան Սեթրակյանին ուղարկեց, բայց այստեղ չկարողացավ հաջող կերպով կասեցնել գնդակը Սեթրակյան ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից եւ այսպես ծանոթանանք մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակին, որտեղ բավական հետաքրքիր պատկեր է ձևավորվել։ Այս պայն Ոթֆորդը 7 անցկացած հանդիպումից հետո 19 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Յուվենտուսը ունի 6 հանդիպումից հետո վաստակած իր ակտիվում 18 միավոր, Մանչեսթեր Սիթին 6 անցկացած հանդիպումից հետո 16 միավորով երրորդ հորիզոնականում է եւ Նյուքասլը 4 հորիզոնականում է 5 անցկացած հանդիպումից հետո ունի իր ակտիվում վաստակած 15 միավոր, Ատալանտան այս պայն 5-րդն է մրցաշարային աղյուսակում, ունեն 5 անցկացած հանդիպումից հետո վաստակած 9 միավոր Ատալանտայի ֆուտբոլիստները, ճիշտ է 6 միավոր զիջում են 4-րդ հորիզոնականում գտնվող Նյուքասլին, բայց իհարկե այսօր հաղթանակ տանելու դեպքում Ատալանտան կկրճատի այն միավորների տարբերությունը, Բետիսն էլ այս պայն 9-րդն է մրցաշարային աղյուսակում, բայց ինչն է հետաքրքիր, եթե Բետիսը կարողանա հաղթել այսօր Ատալանտային, արդեն կշրջանցի Ատալանտային մրցաշարային աղյուսակում, քանի որ 7 միավոր ունի իր ակտիվում, Բետիսը 9 միավոր, Ատալանտան այս գրոհին տեսնենք, բայց Ադամյանը չեզոքացեց վտանգ, այստեղ սխալ փոխանցում էր հետևել մինչ այս Սեթրակյանի կողմից։ Ու տեսնենք այս ամեն ինչ կտա հիմա Բետիսին իսկապես շատ արագ Ատալանտան կարողացավ բացել հանդիպման հաշիվը ու այսպես ասեմ խառնեց Բետիսի բոլոր խաղաքարտերը, բայց իհարկե դեռ հանդիպման առաջի խաղակեսն է, հանդիպման մեկնարկն է, այնպես չէ որ Բետիսը համակերպվելու այս մտքի հետ կատարված է հիմա եզրային նետումը, այստեղ Ադամյանը կրկին գնդակի առջև է, հեռացեց ու սա փոխանցում ստացվեց Հովանեսյանի համար, հիմա արագ հակագրոհի կարող է անցնել Ատալանտան, դանդաղեց մի փոքր Հովանեսյանը, բայց փակ էին բոլոր տարբերակները, հետո էլ վաստակեց եզրային նետման հնարավորություն, Մաքսիմ Սարգսյան, Սեթրակյան, շատ լավ նկատեց Ադամյանին Սեթրակյանը, ու Անդրանիկ Ադամյանն էլ խորքից սկսում է Ատալանտա եւս մեկ գրոհ, Մաքսիմ Սարգսյան գրոհի տեղափոխություն Զախ Եզեր, Ղազարյան շատ գեղեցիկ իջեցեց այստեղ գնդակը Ղազարյանը, պատխաղարկում Կոշկարյանի հետ, դեպի Զախ Եզեր Վարդան Պետրոսյանն այստեղ թողնում է գնդակը Կոշկարյանին, տեսնենք այս գրոհին չի կվերացի Ատալանտան Ղազարյան, Ղազարյան գուցե հերվից հարվածի շատ լավ փոխանցում դեպի Պետրոսյանը, Վարդան Պետրոսյան մանած գնդակով ու վաստակեց անկյունային հարված Ատալանտայի համար, որը նորից հիասնում է Կոշկարյանը, բայց այս անգամ խաղարկեց Պետրոսյանի հետ, հիմա ստացավ նրանից գնդակը, գուցե հարվածի այդպես էլ արեց Կոշկարյանը, բայց շեղությամբ ընթացավ Վարդան Կոշկարյանի կատարած հարված ու հարված կլինի Արմեն Մարկարյանի պաշտպանած դարպասից։ Թորոսյան Հայրապետյան ուղարկեց գնդակը դեպի Զախ փոխանցում հետևեց, հիմա քիչ էր մնում սխալվեր, բայց սխալվեցին ամեն դեպքում Բետիսի ֆուտբոլիստները ու Կոշկարյանը շատ գեղեցիկ գոլի հեղինակ է դառնում, կրկնապատկելով Ատալանտայի առավելությունը 2-0։ Վարդան Կոշկարյան 2-0 արդեն Ատալանտան կրկնապատկում է իր առավելությունը ու սա կարծում եմ իհարկե Բետիսի ծրագրերի մեջ չէր մտնում, հենց հանդիպան մեկնարկային 10 րոպեում բաց թողնել երկու գնդակ Ադամյանը այստեղ հասցրեց փակել Մուսախանյանին ընթացող փոխանցման ճանապարհը ու հիմա արդեն անկյունային կիրացնեն Բետիսի ֆուտբոլիստները։ Մաղդասարյանն է գնդակի մոտ, տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչ կտա Բետիսին բարձից փոխանցում, Հայրապետյան այստեղ երկրորդ հարկում միայնակ էր Հայրապետյանը, բայց հարվածը դիպուկ չստացվեց Սուրեն Հայրապետյանի կատարած ու հարված կլինի Սուրեն Սարգսյանի դարպասից։ Արագորեն խաղարկում է գնդակը Ադամյանի հետ Սարգսյանը, Կոշկարյան, կրկին Ադամյանն է ստանում գնդակը ու խորքից փորձում է սկսել իր թիմի հերթական գրոհներից մեկը, Վանիկ Ղազարյան, մեկ հպումով ուղարկեց գնդակը Սեթրակյանին, մնաց գնդակը այստեղ Սեթրակյանի մոտ, Մաքսիմ Սարգսյան, Հովանեսյան լավ էր մտածել այստեղ, բայց չստացվեց փոխանցել Ղազարյանին, այլապես շատ վտանգավոր արտադրոյել արդեն իսկ կազմակերպել Ատալանտան։ Հիմա Բետիսի պատասխանը Մուսախանյան 2-1 Բետիսը շատ արագ կրճատում է հաշվի տարբերությունը։ Մուսախանյան 2-1 շատ արագ Բետիսը կարողացավ երրորդ գնդակը բաց թողնելուց հետո խփել պատասխանը, ճիշտ է դեռ մեկ գնդակ զիջում են հաշվի մեջ Բետիսի ֆուտբոլիստները, բայց այս գնդակը շատ մեծ նշանակություն իհարկե կարող է ունենալ հանդիպան մնացած ընթացքում։ Վարդան Պետրոսյան իհարկե Մուսախանյանին նմանատիպ իրավիճակներում հարված տալու հնարավորություն պետք չէ։
Քանի որ Մուսախանյանը շատ դիպուկ է գտնվում նմանատիպ տարածություններից, իհարկե Գևորգյանի փոխանցման մասին խոսենք, շատ հաշվենկատ փոխանցում կարողացավ կատարել Դավիթ Մուսախանյանի ուղղությամբ, հիմա նորից Բետիսն է անցել Գրոյի, Գևորգյանը աչից միանում է խաղանկերը Գրոհին, ստացավ փոխանցում, բայց այստեղ շատ հեռու թողեց Բետիսի 11 համարը գնդակ ու Անդրանիկ Ադամյանը կարողացավ խլել նրանից, հիմա այլ Վարդան Պետրոսյանն է սում Ատալանտայի ևս մեկ արագ գրո, բայց այստեղ Սեթրակյանը չկարողացավ կասեցնել գնդակը եւ հարված կլինի կրկին Արմեն Մարկարյանի դարպասից։ Թորոսյան խորքից փոխանցում կատարեց Թորոսյանը, Մուսախանյանը փորձեց այստեղ իջեցնել, բայց գնդակը բաժին ասավ Սեթրակյանին, հետո էլ հիմա Սեթրակյանը խախտեց խաղի կանոնները այո Մուսախանյանի դեմ պայքարում ու ստանդարտ կիրացնեն Բետիսի ֆուտբոլիստները։ Ու տեսնենք այս ստանդարտ իշքը տա Բետիսին Դավիթ Մուսախանյանն է գնդակի մոտ։ Սարգսյանը կազմում է երկու հոգուց բաղկացած պատ Ատալանտայի դարպասը տանող ու տեսնենք կա մրցավարի սուլիչը Դավիթ Մուսախանյան։ Հարված կատարեց Մուսախանյանը այնուամենայնիվ, բայց գնդակը բավական բարձր ընթացավ ու դուրս եկավ դաշտի սահմաններից։ Ադամյան Դեպի Աչեզը Մաքսիմ Սարգսյանն է այստեղ։ Սեթրակյանին ուղարկեց, հետ փոխանցում դեպի Անդրանիկ Ադամյանը ու նորից արդեն Ադամյանը սկսում է ևս մեկ գրո Ատալանտայի համար, բայց այստեղ Սեթրակյանը դանդաղեց, հետո էլ կորցրեց գնդակը, հիմա գրոյի անցնում Բետիսը Մուսախանյան, կա փոխանցում, բայց Կոշկայանն այստեղ փակեց գնդակի ճանապարհը, հիմա արդեն տեսնենք ինչ է պատահել Սեթրակյանին։ Բախման ընթացքում կարծես հարված ստացավ ոտքին, բայց ամեն ինչ կարծես կարգին է Սեթրակյանի հետ, այո։ Ու նա կշարունակի հանդիպումը։ Հիմա արդեն վերսկսվեց հանդիպումը, Կոշկայանի մոտ է գնդակը։ Անդրանիկ Ադամյան դեպի աջ փոխանցում նորից հետևեց Ադամյանից, Մաքսիմ Սարգսյանն է այստեղ։ Սեթրակյանին ուղարկեց գնդակը, տեսնենք այս գրո ինչի կվերացի Ատալանտան, լավ էր մտածել Սեթրակյանը, բայց փոխանցումը բավական ուժեղ ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից, հարված կլինի կրկին Բետիսի դարպասից, այո Բետիսը կրկնում եմ ևս մեկ անգամ այսօր 3 միավորին արժանանալու համար պետք է անի հնարավորինս, քանի որ հաղթանակ տոնելու դեպքում կշրջանցի Ատալանտային մրցաշարային աղյուսակում Մուսախանյան ու խախտեց Սեթրակյանը այստեղ խաղի կանոնները, այո շատ վտանգավոր դիրքում հիմա Բետիսի ֆուտբոլիստները ստանում են ստանդարտի հնարավորություն, եթե նախորդ դրվագում Մուսախանյանը հարվածեց ու հարվածը բարձր ընթացավ, հիմա արդեն բավական մոտ է հարված կատարելու տարածությունը ու տեսնենք այս ստանդարտից ինչպես կփորձեն օգտվել Բետիսի ֆուտբոլիստները, այս անգամ արդեն գնդակը տեղադրում է Մարկարյանը Հիմա արդեն 3 հոգուց բաղկացած պատ է կազմել Ատալանտան, կա մրցավարի Սուլիչը Մարկարյան հարված ու պատի վրա ընդունեց գնդակը ու Բաղդասարյանն էլ հետ է ուղարկում այն դարպասապա Մարկարյանի ուղղությամբ դեպի առաջ փոխանցում, բայց այստեղ գնդակը դուրս է եկել դաշտի սահմաններից ու ես իսկ կնետվի Ատալանտան Ադամյան Մաքսիմ Սարգսյան Սեթրակյանին է ուղարկում գնդակուն, Սեթրակյանը կատարեց փոխանցում Վանիկ Ղազարյանի ուղղությամբ, կա Պետրոսյանի տարբերակը, Ղազարյան ուղարկում է գնդակը Ձախեզր, Վարդան Պետրոսյան, շատ լավ փոխանցում հետևեց դեպի Կոշկայանը, Ղազարյանը հարված ու Մարկարյանը այստեղ արդեն փրկում է Բետիսին Գեորգ գնդակը բաց թողնելուց բավական արագ հակագրոյի անցան Ատալանտայի ֆուտբոլիստները, բայց գրոյի եզրափակիչ մասում փայլեց Բետիսի դարպասապը Մարկարյանը
Հիմա փոփոխություն Պետիսի կազմում որից հետո արդեն կվերսկսվի հանդիպումը ու հիմա արդեն վերսկսվում է հանդիպումը Ամրանիկ Ադամյանն է գնդակով Գևորգյան քիչ առաջ փոխարինման դուրս եկավ Գևորգյանը Հովանեսյանի փոխարեն ու տեսնենք արդեն որպես թարմուշ ինչ ֆուտբոլ կցուցադրի Գևորգյանը հիմա շատ լավ գրոհի անցնում Ատալանտան բայց այստեղ Հովանեսյանը խախտեց խաղի կանոնները մրցակցի տեմպայքարում Հովանեսյանն էլ քիչ առաջ մտավ խաղադաշտ փոխարինելով Սեդրակյանին կրկնակի փոփոխություն կատարեց այս դաթարի ընթացքում Ատալանտան ու անդրադառնանք հանդիպանը Թորոսյանն է գնդակով չկան տարբերակներ ուղարկեց գնդակը Բաղդասարյանի ուղղությամբ ու դեպի Մուսախանյանն է փոխանցում հետևում բայց ուժեղ ստացվեց այստեղ Բաղդասարյանի կատարած փոխանցումը Մաքսիմ Սարգսյան շատ լավ նկատեց Ղազարյանն էլ փորձեց այստեղ առանց նայելու կիսաշրջադար հարված կատարել դարպասի ուղղությամբ բայց չֆիքսեց գնդակը ու հարվածը չստացվեց հիմա Ատալանտայի պատասխանը բայց ներողություն Պետիսի պատասխանը բայց Ադամյանը այստեղ շատ գեղեցիկ պաշտպանվեց անցումն էլ գեղեցիկ էր Ադամյանը հարվածը անդրադարձու հիմա արդեն անկյունային Կիրասնի Ատալանտան այո Ադամյանը հազվադեպ է միանում Ատալանտայի գրոհներին բայց երբ նա հայտնվում է հարվածային դիրքում արդեն վտանգ է սպառնում ցանկացած մրցակցի դարպասի ուղղությամբ Ղազարյան փոխանցում ու հիմա էլ Ադամյանը հարվածեց բայց այստեղ Ադամյանի մոտ դիպուկ գտնվել չստացվեց այս դրվագում ու Պետիսը սկսում է խորքից Թորոսյան Ալիկ Բաղդասարյան Գևորգյանը հասցրեց փոխանցում կատարել բայց այստեղ նորից Անդրանիկ Ադամյաններով հասցրեց նախորդ դրվագից հետո նահանջել ու տեղ զբաղեցնել իր դիրքում Մաքսիմ Սարգսյան շատ լավ նկատեց Ղազարյանն հետ է փոխանցում Ադամյանի ուղղությամբ ու արդեն Կոշկայանին փոխանցում կատարելով Ադամյանը սկսում են Ատալանտայի հերթական գրով Վարդան Պետրոսյան Հովանեսյան հարված ու այստեղ չստացվեց Հովանեսյանի հարվածը գնդակն դուրս եկավ դաշտի սահմաններից Հայրապետյան Դավիթ Մուսախանյան շատ լավ էր նկատել այստեղ Մուսախանյանը խաղընկերոջ առաջ խաղացումը բայց այստեղ Սուրեն Սարգսյանը դուրս եկավ ու կարողացավ տիրել գնդակին Վարդան Պետրոսյան անցավ մեկ ֆուտբոլիստի Պետրոսյանը շարժվում է ինքն առաջ ուղարկեց գնդակը Կոշկայանին դեպի Տուգանային հրապարակ հիմա էլ նույն կերպ փորձեց հարված կատարել Հովանեսյանը ինչպես քիչ առաջ Ղազարյանն էր կատարում բայց նորից չստացվեց հիմա էլ Ղազարյանը հարվածեց ու շեղությամբ ստացվեց Վանիկ Ղազարյանի կատարած հարվածը Գևորգյան Պետիսը իհարկե կփորձի առաջի կեսում հավասարեցնել հանդիպան հաշիվը ու գնալ ընդմիջման հավասար հաշվի պարագայում բայց իհարկե Ատալանտայի դարպասը խոցել պարզապես ոչնչից անհնար է Ատալանտան հենց այնպես իհարկե գնդակները բաց չի թողնում դեռ կա առաջի խաղակեսին 4 րոպե խաղաժամանակ իհարկե դա բավական է կրկնում եմ ցանկացած թիմի AFL-ում հասնելու հաջողության խփելու 1 գնդակ նույնիսկ 2 գնդակ թիմեր կան բայց իհարկե մրցակիցը Ատալանտան է ով բավական լավ մրցաշրջան է անցկացնում Ինտերկապ մրցաշարում Անդրանիկ Ադամյան իհարկե Պետիսն ելույթներով փայլում է կրկին այս մրցաշրջանում պարզապես առաջնության մեկնարկային մասը մի փոքր ձախողեցին Պետիսի ֆուտբոլիստները ու հիմա արդեն աստիճանաբար վերականգնում են Կոշկարյանն էլ հարվածեց բայց նորից դիպուկ գտնվել չստացվեց Ատալանտայի 77 համարի մոտ ու բարձր ստացվեց նրա կատարած հարվածը Հայրապետյան թողեց գնդակը Բաղդասարյանին Թորոսյանն է այստեղ էլ դեպի առաջ փոխանցում կատարում, բայց այստեղ առաջինը Ատալանտայի պաշտպաններն են իսկապես շատ հզոր պաշտպանողական գիծ ունի Ատալանտան Սարգսյանի ու Ադամյանի գլխավորությամբ
երկու գերհզոր պաշտպաններ մեկ թիմում են հանդես գալի, ովքեր իհարկե հեշտությամբ չեն զիջում ոչ մի պայքար։ Վարդան Կոշկարյան, Մաքսիմ Սարգսյան, գուցե կրակի Սարգսյանը, այդպես էլ անում է ու կրկնապատկում նորից Ատալանտայի առավելությունը 3-1 դարձնելով հանդիպան հաշիվը։ Մաքսիմ Սարգսյան 3-1 բավական գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Սարգսյանը իսկապես հեռահար տարածությունից կրակեց ու այնպես հարվածեց, որ ոչ ոք շանս չուներ այս դրվագում հեռացնել Սարգսյանի կատարած հարվածը։ 3-1 հիմա արդեն Ատալանտան խաղակեսի վերջնամասում նորից վերականգնում է երկու գնդակի առավելությունը խաղադաշտում, ինչը իհարկե ընդմիջման գնալուց առաջ բավական մեծ նշանակություն ունի։ Թորոսյան հիմա Արքայանը կարողացավ հեռացնել, ուզում էի ասել արդեն եւս մեկ սխալ պաշտպանությունում, բայց այստեղ Սուրեն Սարգսյանն է դուրս գալիս հիմա էլ դարպասից ու փայլուն կերպով գործում։ Պետրոսյան տեսեք որտեղից որտեղ նահանջեց Վարդան Պետրոսյան ու խլելով գնդակը փորձում է սկսել իր թիմի եւս մեկ գրո։ Վանիկ Ղազարյան դեպի Կոշկարյանը կատարեց փոխանցում ու Ատալանտան նորից գրոյի անցնում Մաքսիմ Սարգսյան Ղազարյան Նորից Սարգսյանին ուղարկեց գնդակը Ղազարյանը, տեսնենք այս գրո ինչ կտա Ատալանտային, Գևորգյանն է այստեղ, Ադամյան գուցե Ադամյանն էլ փորձի հեռահար տարածությունից, բայց առայժմ չհարվածեց, հիմա անցավ երկու մրցակցի Անդրանիկ Ադամյան, երրորդին նույնպես փորձեց շրջանցել, բայց արդեն կորցրեց հավասարակշռությունը Ադամյան ու հեռու թողեց իրենից գնդակը։ Բաղդասարյան, Պետիստը հիմա էլ արագ գրոյի անցնում, Գևորգյան իհարկե կհասնի այս գնդակին, Գևորգյանը հասավ ու տեսնենք ինչ որոշում հիմա կկայացնի, բարձից փոխանցում Մուսախանյանն ու չի ստացվում այստեղ Մուսախանյանի մոտ դիպուկ գտնվել, եթե հիմա կարողանար Պետիսը կրճատել եւս մեկ անգամ հաշվի տարբերությունը, ապա կասեին գոլ միջև ընդմիջում, որը իհարկե իր կարևորությունը կունենար երկրորդ խաղակեսի մեկնարկում, բայց այստեղ Մուսախանյանը մի փոքր լավ չհարվածեց։ Այրապետյան նորից Բետիսի ֆուտբոլիստերի մոտ է գնդակը հետ փոխանցում դեպի Թորոսյանը, Հալիկ Բաղդասարյան շատ լավ նկատեց Բաղդասարյանը խաղընկերոջը ձախ եզրում, Մուսախանյան հետ փոխանցում, Այրապետյանն է գնդակով, Թորոսյան արկում է առայժմ Բետիսը գնդակը, բայց իհարկե պետք է փորձել հարվածել մրցակցի դարպասի ուղղությամբ։ Գևորգյան շատ գրագետ վարվեց այստեղ Մուսախանյան, Այրապետյան հարված ու հիմա էլ Վարդան Պետրոսյանը կանգնեց գնդակի ճանապարհին, իսկ Գևորգյանը այստեղ կարող էր իսկապես հիմա արդեն կրճատել հաշվի տարբերությունը, բայց մի փոքր խճճվեց ու կորցրեց հարված կատարելու հնարավորությունը։ Կոշկարյան այստեղ Այրապետյանը խլում կատարեց Կոշկարյանից, կա փոխանցում դեպի Գևորգյանը ու նորից չի ստացվում Գևորգյանի մոտ դիպուկ գտնվել։ Մաքսիմ Սարգսյան իսկապես շատ գեղեցիկ գոլ խփեց Սարգսյանը րոպեներ առաջ խաղադաշտում հեռահար հարվածով գրավեց Մարկայանի դարպասը։ Իհարկե, եթե որպես շաբաթվա լավագույն գոլ չճանաչվի Սարգսյանի խփած գնդակը, վստահ եմ ամեն ֆուտբոլիստ չի կարող այսպիսի խաղերում դառնալ գոլի հեղինակ, իհարկե խաղային օրվա լավագույն գոլ հնարավոր է Սարգսյանի գոլը ճանաչվի, քանի որ կրկնում եմ եւս մեկ անգամ ամեն ֆուտբոլիստի չի հաջողում նմանատիպ գոլերի հեղինակ դառնալ։ Վարդան Պետրոսյան շատ լավ նկատեց Կոշկարյանին, Պետրոսյանը հիմա տեսնենք այս գրոյին չի կվերացի Ատալանտան, բայց չստացվեց Կոշկարյանի մոտ հարված կատարել, խաղակեսի վերջին վարկյաններն են ընթանում, բայց այստեղ էլ Գևորգյանը չկարողացավ պահել գնդակ ու Ատալանտան սկսում է խորքից եւ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 3-1 հաշվով, կարճ դադար, որից հետո կվերադառնանք։
Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք Ատալանտան ՆՆ Բետիսի հանդիպան երկրորդ խաղակեսը միասին դիտելու առաջի կեսից հետո հանդիպան հաշիվը 3-1 է օգուտ Ատալանտայի հիշեցնեմ նախ Հովանեսյանը կարողացավ հենց մեկ տարկուն դառնալ գոլի հեղինակ բացելով հանդիպան հաշիվը Ալիկ Հովանեսյանի մասին է խոսքս հիմա Վարդան Հովանեսյանն է գնդակով փոխանցում էր ամենայն հավանականությամբ հետևում բայց այստեղ Մարկարյանը ճիշտ զբաղեցրեց Կոշկայան ու հիմա Գևորգյանը կարողացավ փակել Կոշկայանի առաջ խաղացումը Ադամյան, Ալիկ Հովանեսյան, փորձեց մեկը պունով ուղարկել գնդակ այստեղ բաշտացվեց ու հիմա Բետիսի պատասխանը, բայց այս փոխանցումը Մուսախանյանի համար ուժեղ էր ու Սարգսյանն էլ հեռացեց հապավության համար գնդակը Այո, Ալիկ Հովանեսյանը բացեց հանդիպան հաշիվը, հետո Կոշկայանը կրկնապատկեց Ատալանտայի առավելությունը, Դավիթ Մուսախանյանը կրճատեց հաշվի տարբերությունը դարձելով 2-1 այնուհանդերձ Մաքսիմ Սարգսյանը նորից վերականգնեց այս խաղում 2 գնդակի առավելությունը, Գևորգյանն էլ հիմա հարվածեց եղավ անդրադարձ ու եւս մեկ անկյունային արդեն կիրասի Բետիսը երկրորդ խաղակեսում Եկեք եւս մեկ անգամ ծանոթանանք թիմերի հայտարարություններին եւ այսպես Ատալանտայի դարպասը պաշտպանում է Սուրեն Սարգսյանը համար 12, Անդրանիկ Ադամյան համար 5, Մուսախանյան հարված ու դիպավ կարծես, այո, Սարգսյանը դիպավ գնդակին եւս մեկ անկյունային կիրասնի հիմա Բետիսը Շարունակեմ ծանոթացնել Ատալանտայի կազմը Խաչիկ Սեթրակյան համար 6, Ալիկ Հովանեսյան համար 8, Վարդան Հովանեսյան համար 9, Վարդան Պետրոսյան համար 11 Վանիկ Ղազարյան համար 33, Մաքսիմ Սարգսյան համար 55, Էդգար Գևորգյան համար 66 եւ Վարդան Կոշկայան համար 77 Արմեն Մարկարյանը պաշտպանում է Բետիսի դարպասը համար 1, Հայկ Դիլարյան համար 3, Սուրեն Հայրապետյան համար 5, Դավիթ Մուսախանյան համար 7, Ալիկ Բաղդասարյան համար 8, Գորգ Գևորգյան համար 9, Արման Մարկարյան համար 11 եւ Հարություն Թորոսյան համար 4 Սարգսյանն է գնդակով Դեպի կենտրոն շարժվեց ու գրո տեղափոխում է Զախեզեր շատ լավ փոխանցում հետևեց դեպի Վարդան Հովանեսյանը Հովանեսյան ցածրից Կոշկայան եթե հիմա նկատեր թիկունքում Կոշկայանը Հովանեսյանին կամ ուշեի խաղանկերները ապա գնդակը կարող էր բաց թողնել Ալիկ Հովանեսյանի ուղղությամբ ու միայնակ կմնար Մարկարյանի դեմ Հովանեսյանը բայց այստեղ թիկունքով էր Հովանեսյանը Կոշկայանին ու խաղանկերը չնկատեց նրան հիմա Բետիսի ֆուտբոլիստները նորից փորձում են զարգացնել Գրով, բայց այստեղ Սեթրակյանը չեզոքացրեց մրցակցի այս գրով ու ես իսկ նետի Բետիսը Հայրապետյան Բաղդասարյան ու ուժեղ փոխանցում առաջ, բայց մի փոքր այլ ուղղությամբ գնաց փոխանցում, իհարկե Սարգսյանը նմանատիպ իրավիճակներում չի զիջում գրեթե ոչ մի մրցակցի, այստեղ էլ շահեց դիրքը ու թույլ չտվեց մրցակցին առաջարժվել, հիմա արված Ատալանտայի դարպասից Սարգսյանը արագորեն խաղարկում է գնդակը Ադամյանի հետ դեպի Մաքսիմ Սարգսյանը փոխանցում, հետևեց Կոշկայան, Սեթրակյան, դիպավ գնդակը այստեղ այո Սեթրակյանի ձեռքին, Հայրապետյանն էլ արագորեն խաղարկում է ստանդարտը, Բետիսն է նետվել առաջ արված տեսանք այստեղ Մարկարյանի կատարման, բայց եղավ անդրադարձ ու նորից անկյունային կիրասի Բետիսը երկրորդ խաղակեսում, անկյունայինների առավելություն իհարկե երկրորդ կեսում միանշանակ ունի Բետիսը, բավական ակտիվ է մեկնարկել երկրորդ խաղակեսը, բայց գլխավորը հաշվում մեջ առայժմ չկա փոփոխություն այն հաշիվն է, որով գնացին թիմերը ընդմիջման Հովանեսյան կփորձի արդյոք հասնել այս գնդակին ամենայն դեպս այո հասավ ու անկյունային հարված վաստակեց իր թիմի համար ահա թե որտեղ է պետք գալիս Հովանեսյանի արագությունը արագորեն խաղարկեց գնդակը Կոշկարյանի հետ Վարդան Կոշկարյան գուցե հարվածի Կոշկարյան անկասելի է ստացվում հարվածը 4-1 Վարդան Կոշկարյան 4-1 եւս մեկ գեղեցիկ գոլ, եւս մեկ անգամ Ատալանտայի կազմում ու եւս մեկ անգամ Կոշկայանն է դառնում գեղեցիկ գոլի հեղինակ, իսկապես Ատալանտան գոլերը հեղինակում ու բավական գեղեցիկ գնդակներ, խոսքս միայն այս հանդիպման մասին չէ, իհարկե Ատալանտան նախորդ մի քանի տուրերում բավական գեղեցիկ գոլերի հեղինակ ամբողջ թիմը իհարկե դարձել է
Կոշկարյանը, Մաքսիմ Սարգսյանը, Ադամյանը, Պետրոսյանը ցանկացած դիրքերից եթե գնդակը նրանց մոտ հայտնվում է, ապա վտանգ միշտ կա մրցակցի դարպասի ուղղությամբ։ Հիմա Մուսախանյանի հարվածը չստացվեց ու նորից հարված կլինի Սուրեն Սարգսյանի դարպասից։ Հովանեսյան այստեղ եզից կնետի այո Ատալանտան Հովանեսյանը որքան է պայքարում մինչև վերջի վայրկյանը։ Սարգսյանը կատարի եզրային նետումը, հետ փոխանցում Անդրանիկ Ադամյանի ուղղությամբ։ Վարդան Կոշկարյան շարժում է առաջ Կոշկարյանը, շատ լավ նկատեց Հովանեսյանին, Ալիկ Հովանեսյան թողնում է գնդակը Գևորգյանին, դեպի Կոշկարյանը ևս մեկ փոխանցում, լավ էր մտածել այստեղ Կոշկարյանը, բայց գնդակը չհասավ, Հովանեսյանն էլ հարվածեց, բայց Հայրապետյանը փակեց գնդակի ճանապարհը ու հիմա Ատալանտայի պատասխան գրոհին փորձեց պատասխանել Բետիսը Ատալանտայի գրոհին, բայց այստեղ Մուսախանյանի փոխանցումը չանցավ, հիմա էլ սխալ Ատալանտայի պաշտպանությունում Գևորգյանը հարված ու շեղությամբ է ստացվում Գևորգյանի կատարած հարվածը։ Անդրանիկ Ադամյան ուղարկեց գնդակը Սեթրակյանին, դեպի Աչեզր Կոշկարյանն այստեղ ու շարժվում է առաջ, բավական վստահ է դաշտի միջին հատվածում իրեն զգում Կոշկարյանը։ Սեթրակյան տեսնեք այս գրոհի շքտը Ատալանտային ինչու չփոխանցեց Սեթրակյանը դեպի աջ, երկու խաղընկերներ ազատ կանգնած էին այս դրվագում ու հիմա տեսնենք Բետիսի պատասխան գրոհը Մուսախանյան գուցե հարված տեսնենք, բայց բարձր ստացվեց Մուսախանյանի կատարած հարվածը։ Հիմա արված կլինի Ատալանտայի դարպասից, Սեթրակյանը մրցավարից պահանջում էր խաղի կանոնների խախտում, ստանդարտ նշանակել մրցավարը Ատալանտայի օգտին, բայց իհարկե հստակ է իր որոշման մեջ հանդիպան գլխավոր մրցավար ու խախտում Սեթրակյանի դեմ պայքարում նա չէր տեսել։ Սարգսյան դեպի Գևորգյանն փոխանցում հետևում, բայց ուժեղ ստացվեց այս դրվագում Մաքսիմ Սարգսյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Իլանյան լավ նկատեց Սուրեն Հայրապետյանին, դեպի ձախ եղորգում Հայրապետյանը գնդակը, Թորոսյան այստեղ չարձագանքեցին խաղանկերները գնդակին, բայց Հովանեսյանի մոտ էլ չստացվեց հաջող փոխանցում կատարել ու հարված կլինի նորից Բետիսի դարպասից։ Հիմա այս ընթացքում փոփոխություն տեղի կունենա այո Ատալանտայի կազմում, Կոշկարյանն է լքում խաղադաշտը, Ղազարյանը վերադառնում է նրա փոխարեն խաղադաշտ, կրկնակի փոփոխություն Ատալանտայի կազմում, Ադամյանն էլ հեռացավ խաղադաշտից ու Վարդան Պետրոսյանը կշարունակի հանդիպումը նրա փոխարեն։ Վերսկսվում է հանդիպումը, Սուրեն Հայրապետյանն է ստացել գնդակը, դեպի ձախ փոխանցում, շարժվում է առաջ Բետիսը Մարգարյան, գեղեցիկ անցում կատարեց Մարգարյանը, բայց այստեղ միանգամից մի քանի մրցակից դիմավորեցին նրան ու թույլ չտվեցին հարվածային դիրքում հայտնվել։ Դիլարյան անհաջող ստացվեց այստեղ փոխանցում ու հիմա Ատալանտան ունի լավ հնարավորություն արագ հակագրոհի Հովանեսյան մեկ փուբով ուղարկում է գնդակը Գևորգյանին, մնաց գնդակով Գևորգյանը, նորից Հովանեսյան գուցե հեռվից կրակի Հովանեսյանը, բայց փոխանցում կատարեց Վարդան Հովանեսյանի ուղղությամբ, տեսնենք այստեղ արդեն ուշացրեց Հովանեսյանը ու խլեցին գնդակը Բետիսի պաշտպանները, բայց հիմա էլ Սեթրակյանն է շատ հաջող գրոհ տեղափոխում Աչեզր Գևորգյան կա փոխանցում ու հիմա Թորոսյանն է փակում գնդակի ճանապարհը։ Ես իսկ նետի Ատալանտան այո շատ լավ հնարավորություն հիմա կորցրեցին Ատալանտայի ֆուտբոլիստները, բայց իհարկե
հանդիպան հաշիվը այս պայի դրությամբ նրանց օգտին է եւ այսպիսի իրավիճակներում սխալվել նրանց թույլատրելի է։ Հիմա հարված կտեսնենք Բետիսի դարպասից արդեն պետք է շտապի, Բետիսը պետք է փորձեն հնարավորինս իհարկե արդյունքի հասնելու մասին է խոսքս, հնարավորինս շուտ պետք է փորձել կրճատել հաշվի տարբերությունը։ Իհարկե Ատլանտան շտապելու ոչ մի տեղ չունի, արդեն 3 գնդակի առավելություն ունեն ու դա թույլ է տալիս Ատլանտայի ֆուտբոլիստերին շատ ավելի, չափից ավելի վստահ զգալ իրենց խաղադաշտում։ Բայց վստահ եմ, որ Բետիսը իհարկե դեռ ծրագրեր ունի այս հանդիպանն հետ կապված։ Հեթրակյան, Վանիկ Ղազարյան, Ղազարյան գեղեցիկ գործեց այստեղ թիկունքով էր ու կարողացավ մրցակիցները վերահսկողությունից ազատվել։ Սարգսյան լավն էր փոխանցումը Գևորգյանի ուղղությամբ։ Գևորգյան եւս մեկ փոխանցում Հովանեսյան, դուբլ 5-1 է դարձնում Ատլանտան հանդիպան հաշիվը։ Ալիկ Հովանեսյանը եւս մեկ իրեն ընձեռնված հնարավորությունից օգտվեց, հաշիվը դարձնելով 5-1 դուբլ գրանցելով այս խաղում իր անվան դիմաց, բայց ամեն ինչ այս գրով սկսեց Մաքսիմ Սարգսյանը շատ լավ նկատել էր Գևորգյանին, միայնակ կատարեց փոխանցում Գևորգյանի կատարած փոխանցումից հետո էլ արդեն ոչ ոք չխանգարեց Հովանեսյանին դարձնել գոլի հեղինակ։ 5-1 հիմա արդեն կարելի է փաստել, որ Ատլանտան կհեռանա խաղադաշտից 3 միավորով։ Մաքսիմ Սարգսյան լավ անցում էր ու տեսնենք այս գրոհը ինչ կտա Ատլանտային այստեղ։ Մի փոքր անաճող ստացվեց այս գեղեցիկ անցումից հետո Սարգսյանի կատարած փոխանցումը, բայց գնդակը մնաց Ատլանտայի մոտ։ Հովանեսյան արված ու Այապետյանն է փակում Հովանեսյանի արվածի ճանապարհը։ Վարդան Պետրոսյան շարժվում է առաջ Պետրոսյանը, այստեղ չկային տարբերակներ, արգելակեց Մաքսիմ Սարգսյանին, ուղարկեց գնդակը նորից Պետրոսյան։ Եվս մեկ անգամ է Սարգսյանի հետ խաղարկում ու իհարկե հիմա գտնում են ազատ գոտիներ խաղադաշտում Ատլանտայի ֆուտբոլիստները։ Հովանեսյան լավ էր նկատել, հիմա էլ Հովանեսյանը Վանիկ Ղազարյանի առաջ խաղացումը, բայց գնդակը չհասավ Ղազարյանին, հիմա էլ չեզոքացին Բետիսի գրոհը Ատլանտայի ֆուտբոլիստերը։ Հովանեսյան այստեղ պարզապես հեռացեց գնդակը, իհարկե պետք չէր սխալվել։ Ու այն բաժին հասավ Բետիսի դարպասապա Մարկարյանին, հիմա էլ Մաքսիմ Սարգսյանն է հաջող հեռացնում գնդակը, բայց Ալիկ Հովանեսյանին հասավ գնդակը, հարվածել կատարեց Հովանեսյանը ու այստեղ Մարկարյանը վերջին պահին կարողացավ հեռացնել գնդակը, այո, տեսեք, մեկ փոխանցումով նույնիսկ Ատլանտան պաշտպանությունից անցնում է գրոհի ու հարված կատարում դարպասի ուղղությամբ։ Հիմա անկյունային իրացնեն Ատլանտայի ֆուտբոլիստները, Սեթրակյանն է գնդակի մոտ։ Կա փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, Մաքսիմ Սարգսյանն ու չհայտնվեց այս դեպքում գնդակը դարպասում։ Ինչ գեղեցիկ անկյունայինի խաղարկում մենք տեսանք Սարգսյանը նախորդ տուրում Մոնցայի դարպասը գրավեց նման կերպով, իհարկե անկյունայինից փոխանցում ստանալով շատ դիպուկ հարված կատարեց, որտեղ դարպասապահը ոչինչ անել չէր կարող։ Այս դեպքում արդեն դարպասաձողը եկավ օգնության Բետիսին, հետո արդեն Մարկարյանը վերցրեց գնդակը, բայց այնուամենայնիվ գնդակը չհայտնվեց Սարգսյանի հարվածից հետո դարպասում։ Ղազարյան փակեց գնդակի ճանապարհը ու այն բաժին է հասնում Ալիկ Հովանեսյանին։ Հովանեսյան լավ անցում կատարեց Հովանեսյանը, Սեթրակյան գեղեցիկ է այս ամենը 6-1։ Вообще մի խոսա։ Վանիկ Ղազարյանը դարձավ հիմա էլ գոլի հեղինակ, հանդիպան հաշիվը դարձնելով 6-1, բայց ինչ արեցին Ատլանտայի ֆուտբոլիստները մինչև Ղազարյանի հարված կատարելը։ Նախ Հովանեսյանը փայլուն գործեց, հետո Սեթրակյանը ցույց տվեց հարված կատարեց անցում ու շրջանցեց այդ դրվագում երկու մրցակցի, հասցեագրելով գնդակը Վանիկ Ղազարյանին, ով պարզապես դրեց գրոհի վերջնակետը 6-1, իհարկե Ատլանտան արդեն խոշոր հաշվով է հաղթում մրցակցին, բայց այս գոլերի տարբերությունը արդեն Ատլանտան կարծում եմ հաշվի առել, որ իրեն միանշանակ
play-off փուլ չասեմ դուրս գալու համար, բայց մրցաշարային արտուսակի որևէ հորիզոնականում տես վաղեցնելու համար անկասկած պետք է գա։ Հիմա փոխանցում դեպի Տուգանային հրապարակ վտանգավոր գրոյի անցել Բետիսը ու գնդակը հայտնվեց դարպասում, մեկ գնդակ ետ բերեց Բետիսը։ Մարկայանը հիմա կրճատեց հաշվի տարբերությունը դարձելով 6-2, իհարկե շատ գեղեցիկ փոխանցում կատարեցին Տուգանայինից Բետիսի ֆուտբոլիստները, իսկ Մարկայանը շատ լավ գործեց մրցակցի Տուգանային հրապարակում 6-2, այո Բետիսի իհարկե կփորձի եւս 1-2 գնդակ նույնիսկ կարողանալ ետ բերել Մուսախանյանը, հաջող խլում էր Մուսախանյանը հարված, բայց շեղությամբ ստացվեց այստեղ Դավիթ Մուսախանյանի կատարած հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Մաքսիմ Սարգսյան կա փոխանցում դեպի Ղազարյան, այստեղ Թորոսյանը թիկունքից ճնշում էր մրցակցին, բայց մնաց գնդակը Ատալանտայի ֆուտբոլիստների մոտ Եվորքյան, նորից Ղազարյանն է ստանում գնդակը Ղազարյան այստեղ հեռու թողեց ենից մի փոքր գնդակը ու հիմա Բետիսի գրոհը տեսնենք Մուսախանյան, բայց այստեղ երկու Հովանեսյանները շրջափակման մեջ առան Մուսախանյանին ու թույլ չտվեցին արված կատարել դարպասի ուղղությամբ։ Հովանեսյանը հետ փոխանցում դեպի Պետրոսյանը, Վանիկ Ղազարյան, Սեթրակյան, խաղարկում են Ատալանտայի ֆուտբոլիստները գնդակը։ Վարդան Պետրոսյան դեպի Սարգսյանն էր փոխանցում հետևում, բայց շանցավ գնդակը Բետիսի ֆուտբոլիստից հետո էլի սխալը կարողացավ արագորեն ուղղել Վարդան Պետրոսյանը գեղեցիկ գործեց Սարգսյանը այստեղ ու հիմա այս գրող տեսնենք Ատալանտան ինչի կեզրափակի Գևորքյանն է հարվածում, բայց շեղությամբ ստացվեց այստեղ Գևորքյանի կատարած հարվածը ու հարված կլինի Արմեն Մարկայանի դարպասից Հիմա փոփոխություն տեղի ունեցավ Ատալանտայի կազմում Ադամյանն ու Կոշկայանը վերադարձան խաղադաշտ փոխարինելով Գևորքյանին ու Մաքսիմ Սարգսյանին ու հիմա տեսնենք ինչ կփորձեն անել այս ֆուտբոլիստները խաղադաշտում Գևորքյան թողնում է գնդակը Մարկարյանին դեպի Բաղդասարյանը փոխանցում հետևեց Մուսախանյան բայց այստեղ հեռու թողեցին գնդակը իրենցից հետո էլ դուրս եկավ դաշտի սահմաններից ու կլինի եզրային նետում Ատալանտայի կատարման Վարդան Պետրոսյան Սեթրակյան եւ առաջ ուղարկեց գնդակը, բայց այստեղ կրկին Մուսախանյանն էր հիմա նորից ստանում է գնդակը Մուսախանյանը ու Հովանեսյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից եզից կնետի Բետիսը Գևորքյան լավ էր մտածել, բայց իհարկե Ադամյանին այսպես հեշտությամբ չէ շրջանցի, հիմա արդեն տեսնենք Ատալանտայի արագակագրոհը Հովանեսյան կա փոխանցում, Ալիկ Հովանեսյան գեղեցիկ գործեցին այստեղ ու Կոշկարյանն էլ հարվածեց, բայց այստեղ չեմ կարող ասել, հիմա Թորոսյանը թե դարպասաբան Մարկայանը հեռացեցին գնդակը շատ գեղեցիկ, իսկապես շատ գեղեցիկ արեցին ամեն ինչ Ատալանտայի ֆուտբոլիստները, բայց գրոհի եզրափակիչ մասը հաջող չստացվեց Վանիկ Ղազարյան հետ փոխանցում դեպի Սեթրակյանը գուցե կրակի էր Սեթրակյանը այդպես էլ անում է ու չափազանց վտանգավոր հարված տեսանք բայց այստեղ դարպասապա
Մարկայանը կարողացավ հեռացնել գնդակ ու անկյունային հիմա կիրացնել Ատալանտայի ֆուտբոլիստները։ Հիմա Հովանեսյանը կիրացնի անկյունայինը։ Բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց Բաղդասարյանն է հեռացնում գնդակը Վարդան Կոշկարյան։ Անդրանիկ Ադամյան։ Ղազարյանն ուղարկեց գնդակը Սեթրակյան դեպի ձախ եսր Պետրոսյանն է այստեղ այս րոպեներին։ Այո, Պետրոսյանը քիչ առաջ պաշտպանության կենտրոնում էր տեղ զբաղեցել, բայց Ադամյանի խաղադաշտ վերադառնալուց հետո նա գնաց իրեն հարազատ դիրքը, ձախ եզրում է արդեն շարունակում հանդիպումը Վարդան Պետրոսյանը, հիմա Բետիսը կրկին գրոհի անցել, բայց փոխանցում այստեղ չստացվեց, Կոշկարյանն խախտեց խաղի կանոնները, մրցակցի նկատմամբ ու տեսնենք այս ստանդարտը արդեն ինչ կտա Բետիսի ֆուտբոլիստերին։ Բաղդասարյանը արագորեն խաղարկեցին այստեղ գնդակը, բայց Ղազարյանը կարողացավ չեզոքացնել վտանգը։ Գևորգյան կա փոխանցում ու հիմա Ադամյանն է կանգնում գնդակի ճանապարհին, Ղազարյանն լեռացեց գնդակը, բայց այն դուրս եկավ դաշտի սահմաններից, նորից եզից կնետի Բետիսը։ Թորոսյան շատ լավ գործեց այստեղ Թորոսյանը, խաղանքետ նետպայեց գնդակը դաշտի սահմաններում ուղարկելով Գևորգյանի ուղղությամբ, բայց Ադամյանը այստեղ առաջիններ ու կարողացավ փոխանցում կատարել, Կոշկարյանն լավ էր մտածել, բայց այստեղ գնդակը թողնելուց հետո չկային խաղանքերներից, ոչ ոք հետո խլեց գնդակը, իսկ այս փոխանցումը չստացվեց։ Կոշկարյանի կատարած ու Բաղդասարյանը հեռացեց գնդակը, Վանիկ Ղազարյան, նորից Կոշկարյան, Սեթրակյան, շատ լավ փոխանցում հետևեց Սեթրակյանի կողմից, բայց Ղազարյանը չկասեցեց այստեղ գնդակ ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից։ Թորոսյան, խորքից փոխանցում, բայց ուժեղ էր այս փոխանցումը։ Ադամյան, Վարդան Պետրոսյանին նետեց գնդակը, ստացավ նրանից պատասխան փոխանցումը, ուղարկում է գնդակը Կոշկարյանին, նորից խաղարկում են Ատալանտայի ֆուտբոլիստները պաշտպանությունում, երկու րոպե մինչ հանդիպման հիմնական ժամանակի ավարտ, իհարկե կարծում եմ շատ փոխհատուցելու կարիք չի լինի այս հանդիպման համար, ելքը արդեն իհարկե հանդիպման պարզ է, 2 րոպե 4 գնդակի առավելություն ունի Ատալանտան խաղադաշտում, 1-2 րոպե կարծում եմ առավելագույնս փոխհատուցի մրցավար այս հանդիպման համար, տեսնենք Սուրեն Այրապետյան այս վերջի 2 րոպեները ինչ կտան Բետիսին իհարկե առաջին հերթին, բայց այստեղ գրոհի անցնել չստացվեց ու եզից կնետի Ատալանտան, Սեթրակյանն է կատարում եզրային դեպքում դեպի Վանիկ Ղազարյանը, Ղազարյան լավ էր մտածել, բայց այստեղ չհասավ գնդակը Հովանեսյանին։ Բաղդասարյան հիմա էլ Վարդան Պետրոսյանն է փակում գնդակի ճանապարհը ու սկսում եւս մեկ շատ վտանգավոր հակագրոհի թիմի համար, տեսնենք Պետրոսյան, Կոշկարյան, գեղեցիկ է այս ամենը, Կոշկարյան, Հովանեսյան ու չստացվեց այստեղ Հովանեսյանի մոտ դառնալ գոլի հեղինակ։ Անկյունային արված ամեն դեպքում վաստակեց Ատալանտան։ Տեսնենք այս անկյունային ինչ կտա Ատալանտային, Կոշկարյանն է գնդակի մոտ, խաղարկեցին այստեղ Սեթրակյանի հետ գնդակը Կոշկարյանն ու Սեթրակյանը, տեսնենք, Վարդան Կոշկարյան, Ադամյան բարձր ստացվեց Ադամյանի կրակոց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից եւ վերջ հանդիպումը հենց այստեղ է ավարտվում է չափազանց դրամատիկ ու հետաքրքիր հանդիպում, գերգոլարար հանդիպում, Ատալանտան վաստակեցի հերթական 3 միավորը հաղթելով 6-2 հաշվով մրցակցին։ Այս հանդիպան համար նախատեսել ենք այսքանը, կարճ ջաթար, որից հետո կվերադառնանք։